Լուծ փորկապությունից հետո նորմալ է արդյոք դա եւ ինչի հետևանքով է առաջանում։ Լինում է, որ երկարատև փորկապության եւ դեֆեկացիայի բացակայության պայմաններում գղանքային պինդ զանգվածները մնում են աղիքում եւ չեն շարժվում։ Սրա հետևանքով տեղի է ունենում ուղիղ աղու ամպուլայի լայնացում, որի հետևանքով անալ սֆինկտերը թուլանում է եւ ունակ չի լինում պահել գղանքային ջրային զանգվածները։ Սովորաբար տեղի է ունենում դեֆեկացիայի կտրուկ պահանջ եւ ջրային անկառավարելի լուծ 4-ից 5 օրյա փորկապությունից հետո, ընդ որում դա չի ուղեկցում աղիքի լրիվ դատարկման զգացողությամբ։ Նման երևույթ կարող է դիտվել նաև աղիքային անանցանելիության կամ աղու լուսանցքի որևէ գոյացությամբ խցանման պարագայում։ Այդ պատճառով պետք է զգույշ լինել, եթե նման իրավիճակ դիտվում է հատկապես մեծ տարիքում եւ եթե թարմ կոլոնոսկոպիա ձեռքի տակ չկա։ Առողջ եղեք եւ իրազեկված։